Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության սիրելի ընկերներ, պայքարի ընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Հանրապետական կուսակցության 18-րդ հերթական համագումարը ամենևին հերթական չէ։ Այն հրավիրվել է մեր հայրենիքի համար բախտորոշ ժամանակահատվածում։ Ստի ու կեղծիքի, պատերազմի ու պարտության սիմվոլը, ուրանալով ազգային արժեքները, պատերազմի հայտարարել հայոց երրորդ հանրապետությանը։ Այս տարիների ընթացքում Հայաստանի կառավարիչները ուրացել են հայոց ցեղասպանությունը, մարտահրավել են նետել հայ առաքելական սուրբ եկեղեցուն, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, մատը մատին չեն տվել Արցախի հայաթափման ժամանակ, իսկ այսօր էլ իրականացնում են Հայաստանի խաղաղ ադրբեջանացման գործընթացը։ Առավոտից երեկո իրար հերթ չտալով խոսում են խաղաղության դարաշրջանի մասին։ Չկա խաղաղության դարաշրջան, չկա խաղաղության օրակարգ։ Մուրացկանին անկախ հայրենիք ու խաղաղություն չի տրվում, Մուրացկանին տրվում է ընդամենը անկելանոց։ Իսկ սրանք Հայաստանը տանում են դեպի վիլայեթացման։ Հարգելի բարեկամներ, իր գործունեության 36 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է հայոց ազգի և հայոց հայրենիքի հավիտենականության գաղափարի ջատագովը։ Մեր համար ազգային ու անկախ պետականությունը եղել է նպատակ և բոլոր թերություններով հանդերձ, բոլոր սխալներով հանդերձ, հանրապետականը մնում է այդ գաղափարի ջատագովը։ Հանրապետականը մշտապես իր եսը ստորադասել է համազգային մենքից։ Հանուն համապետական ու ազգային նպատակների մենք կարողացել ենք ու գիտակցել ենք մեր եսը տանել հետին պլան։ Չնայած շատ լավ գիտակցել ենք, որ հանրապետականը ունի արժանի թիմ և կարող կառույցներ։ Հարգելի բարեկամներ, այո, լինելու է հանրաքվե։ Սա սոց քաղաքական գործընթաց չէ և հանրապետականի ընտրությունը պատասխանատու է։ Ընտրություններին չմասնակցելու, ուղղակի չմասնակցելու հանրապետականի որոշումը հեշտ չի տրվել, բայց դրա նպատակը եղել է ոչ թե ընդդիմության ջլատումը, այլ ընդդիմադիր ազգային պետական ուժերի համախմբման գաղափարը և ազգային չարիքից ազատվելու գաղափարը։ Ես պայքարի կոչ եմ անում, որովհետև հանրապետականը պայքարի կուսակցություն է։ Մենք պետք է կարողանանք այո ասել անկախության հռչակագրին և ոչ նիկոլիզմին, այո Հայաստանի անկախությանը և ոչ ադրբեջանացմանը, այո հայոց ազգային եկեղեցուն և ոչ վիլայեթացմանը։ Մեր անունը պայքար է, իսկ մեր վախճանը հաղթանակ։ Հույս, հավատ, սեր և հաղթանակ Հայաստանի Հանրապետությանը և հայությանը։ Շնորհակալ եմ։